Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1508-րդ օրն է։ Կրկին ուրախ եմ ձեզ համար եթեր պատրաստելու հնարավորության համար։ Կարծես թե հատուկ շաբաթ օրվա համար կան դրական եւ շատ հետաքրքիր նորություններ, եւ ես կասեի շատ կարեւոր։ Նախագահ Զելենսկին նշել է այն 4 երկրները, որոնց բանակները պետք է ուժեղացնեն Եվրոմիությունը ՆԱՏՕ-ից Ամերիկայի հնարավոր դուրս գալու դեպքում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Եվրոպայի անվտանգության մոդել ՆԱՏՕ-ից Ամերիկայի հնարավոր դուրս գալու դեպքի համար։ Ուկրաինական պետության ղեկավարը կարծում է, որ նման սցենարի դեպքում Եվրոմիությունը պետք է կառուցի իր սեփական անվտանգության համակարգը, ներգրավելով լրացուցիչ երկրներ։ Այս մասին Զելենսկին հայտնել է հարցազրույցներից մեկում։ Զելենսկու կարծիքով անվտանգության ապահովման համար Եվրոպային անհրաժեշտ կլինի ավելի լայն կոալիցիա, որը կներառի Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան եւ Նորվեգիան։ Նախագահը ընդգծել է, որ այս երկրները ունեն հզոր բանակներ եւ զգալի ռազմական ներուժ եւ կարող են ուժեղացնել Եվրոմիության պաշտպանական կարողությունները։ Վերոնշյալ երկրների համակցված զինված ուժերը գերազանցում են Ռուսաստանի ռազմական հնարավորությունները, հավելել է ուկրաինացի առաջնորդը հիմնավորելով իր առաջարկը։ Զելենսկու խոսքով այս երկրների միացումը Եվրոմիությանը թույլ կտա ապահովել վերահսկողություն ծովային ավազանների նկատմամբ, ստեղծել հակաօդային պաշտպանության հուսալի համակարգ եւ ձևավորել տարածաշրջանի խոշորագույն ցամաքային ուժերը։ Զելենսկին ուշադրություն է հրավիրել մինչև 30 թվականը իր բանակի թվաքանակը 2.5 միլիոն մարդու հասցնելու Ռուսաստանի ծրագրերի վրա։ Այս պայմաններում եվրոպական երկրները պետք է արդեն հիմա մտածեն սեփական անվտանգության եւ անկախության պահպանման մասին, ասել է Զելենսկին։ Դե ունենք մի իրավիճակ, որ Թրամփի վարչակազմը օգնելու փոխարեն անընդհատ խանգարում է Եվրոպային, արդեն անդրադարձել է Վենսի այցին Հունգարիա, բայց նա չօգնեց Օրբանին, հայտնի են դարձել Օրբանի եւ նրա մրցակցի նոր վարկանիշները, Պուտինի եւ Թրամփի ընկերոջ վիճակը ծայրահեղ ծանր է, նա մրցակիցներից հետ է մնում 10-ից 12%-ով, նշեմ, որ սա սպասելի արդյունք էր, Թրամփը Վենսին ուղարկելով չէր կարող օգնել, միայն վնասեց Օրբանին, եւս մեկ օրինակ Թրամփի ոչ կոմպետենտության մասին, չնայած ինձ թվում է դեռ սկանդալներ կլինեն։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հասել են Կասպից ծով, ավելի ճիշտ խոցել են Ռուսաստանի հորատման կայանքները 1000 կիլոմետր հեռավորության վրա։ Ուկրաինական դրոնները գրոհի են ենթարկել Գրաֆերի եւ Կարչագինի անվան հանքավայրերի սառցակայուն հորատման հարթակները։ Օբյեկտները գտնվում են Ուկրաինայից մոտ 1000 կիլոմետր հեռավորության վրա։ Հորատման հարթակները գտնվում են Կասպից ծովի հյուսիսում եւ կարևոր օղակ են ռուսական օկուպացիոն բանակին վառելիքով ապահովելու գործում։ Նաեւ ուկրաինական պաշտպանության ուժերը գրոհել են լոգիստիկ օբյեկտներ, կենթանի ուժի կենտրոնացման վայրեր, թշնամու զենքի եւ վառելիքակսուկային նյութերի պահեստներ, հաստատվել է հարվածը Լուկոյլ Նիժեգարոդ Նեֆտեօրգսինթեզ նավթավերամշակման գործարանին, ինչի հետևանքով շարքից դուրս են եկել տեխնոլոգիական կայանքները։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են հարվածել օկուպանտների կարևոր օբյեկտներին, մինչև Ռուսաստանի զինված ագրեսիայի ամբողջական դադարեցումը, նշում է Ուկրաինայի գլխավոր շտաբը, բայց սա բոլոր հարվածները չեն, հաղորդման երկրորդ մասում կշարունակեմ։ Պոլիտիկոն գրում է, որ Եվրոմիությունը մտադրություն ունի կրճատել Սերբիային տրվող օգնությունը $1.5 միլիարդ Ռուսաստանի հետ կապերի եւ ժողովրդավարության հետ կապված խնդիրների պատճառով։ Եվրոհանձնաժողովը դիտարկում է վճարումների դադարեցման հնարավորությունը Սերբիայի կողմից ժողովրդավարական սկզբունքներից նահանջի եւ Ռուսաստանի հետ սերտ կապերի պատճառով, ասվում է հոդվածում։ Հիշեցնեմ, որ Սերբիան այս պահին Եվրոմիության անդամ չէ, սակայն նա 2014 թվականից գտնվում է անդամակցության գործընթացում եւ դրամաշնորհներ է ստեղծում իրավական բարեփոխումների իրականացման համար։ Երկիրը կարող է զրկվել այդ գումարներից, դե Պուտինի ընկերներին ոչ մի լավ բան չի սպասվում։ Իսկ Սերբիայի ընկեր ռուսները, ավելի ճիշտ Z բլոգերները զգուշացնում են Կրեմլին, որ մոբիլիզացիան չի օգնի ռուսական բանակին, պատերազմը անդառնալիորեն փոխվել է, ռազմաճակատը կաթվածահար է, դրան մոտենալ վախենում են թե լրագրողները եւ հենց իրենք զինվորականները սպանդի գոտին քիլզոնան դարձել է լուրջ գործոն, իսկ պատերազմը հայտնվել է փակուղում, ովքեր չգիտեն, ասեմ, որ ուկրաինական դրոնները ստեղծել են դրոնների պատ, որը կոչվում է քիլզոնա, ինչը ռուսական ուժերին հաղթահարել վերջերս գրեթե չի ստացվում։ Ռուսաստանի համար իրավիճակը օրեցօր վատանում է, ռուսական աղբյուրները հայտնում են Ուկրաինայի մոտ արհեստական բանականության տարերով նոր անօդաչու սարքերի հայտնվելու մասին, որոնք ոչ միայն դժվար է հայտնաբերել, այլև գրեթե անհնար է ճնշել ռադիոէլեկտրոնային
պայքարի միջոցներով։ Ռուսները պնդում են, որ խոսքը ուկրաինական Մարսիանին դրոնների մասին է, որոնք թևերի հատուկ կառուցվածքի շնորհիվ աշխատում են գրեթե անձայն։ Z-բլոգերների եւս մեկ խոստովանություն՝ ռուսական ռազմական նավերը չեն կարողանում պաշտպանել ստվերային նավատորմը, նախ տանկերները շատ ավելի շատ են, քան ռազմական նավերը, բացի այդ ռազմական նավերի անձնակազմերը լավ չեն պատկերացնում, թե ինչ պետք է անեն տանկերների կալանավորման ժամանակ։ Z-քարոզիչները փաստում են, որ Կրեմլը նավատորմի առաջ դրել է մի խնդիր, որը անհնար է կատարել։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը վաճառում է պատժամիջոցների տակ գտնվող հեղուկացված բնական գազը 40% զեղչով։ Մոսկվան ձգտում է օգտվել բնական գազի գլոբալ դեֆիցիտից, որպեսզի Հարավային Ասիայի էներգետիկ կախվածություն ունեցող երկրներին դրդի գնումներ կատարել իր պատժամիջոցային ձեռնարկություններից։ Այս մասին Bloomberg-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները, հավելելով, որ ըստ փաստաթղթերի գազը իբր Օմանից կամ Նիգերիայից է։ Bloomberg-ից հետ չի մնում Պոլիտիկոն, այն ամեն ինչ գիտի եւ մեզ հայտնում է, որ Կիևը պայմանավորվել է Պարսից ծոցի երկրներից նավթի եւ դիզելային վառելիքի մատակարարման շուրջ ռազմական օգնության եւ դրոնների դեմ պայքարի փորձի դիմաց։ Կիևը տասնամյա պայմանավորվածություններ է ձեռք բերել տարածաշրջանի 3 պետությունների՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Այս համաձայնագրերի շրջանակում Ուկրաինան կիսվում է դրոնների դեմ պայքարի իր փորձով, որը ձեռք է բերել Ռուսաստանի դեմ պատերազմի տարիներին։ Փոխարենը Ուկրաինան ստանում է կրիտիկական նշանակության ռեսուրսներ։ Զելենսկին ընդգծել է, որ համագործակցությունը ներառում է ոչ միայն վառելիք, այլև ֆինանսական օգնություն, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության միջոցներ։ Չեն դադարում զարմացնել նաև Ամերիկայից եկող նորությունները։ Բայդենի որդին մտադիր է հաղթել Թրամփի որդիներին։ Մենամարտի է հրավիրել 56-ամյա Խանտեր Բայդենը, Ամերիկայի նախկին նախագահ Ջոզեֆ Բայդենի որդին մենամարտի է հրավիրել Ամերիկայի ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի զավակներին։ Այս հայտարարությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան լրատվամիջոցներում, հաշվի առնելով այսօրվա վերաբերմունքը Թրամփին եւ նրա ընտանիքին։ Տեղեկությունը հաղորդում է Reuters-ը։ Համաձայնեք, որ օրեցօր աշխարհում ապրելը ավելի հետաքրքիր է դառնում, բայց նաև ավելի վտանգավոր։ Ինչևէ, մենք կհաղթարենք, քանի որ ունենք Ուկրաինայի զինված ուժերը։ Հուսանք, որ մեր սիրելի Հայաստանը նույնպես կհայտնվի Ուկրաինայի հետ նույն թիմում։ Դե երազելը արգելված չէ, քանի որ դա դեռ չի պատահել, մենք կերազենք եւ կօգնենք, որպեսզի երազանքը իրականություն դառնա։ Միևնույն ժամանակ Կարիերա դելա Սիերան գրում է, որ Եվրոպայում ավիափոխադրումները կարող են դադարել մի քանի շաբաթից։ Եվրոպան զգում է ավիացիոն վառելիքի դեֆիցիտ մերձավոր արևելքի հակամարտության պատճառով, ինչի հետևանքով չվերթները կարող են չեղարկվել։ Հույս ունենանք, որ դրան չի հասնի։ Իսկ վերադառնալով Պոլիտիկոին, հայտնեմ ձեզ, որ Եվրոպայում սոցհարցում է անցկացվել, որի մասնակիցները Ամերիկան անվանել են ավելի վտանգավոր պետություն, քան Չինաստանը։ Բրյուսելի եւ Վաշինգտոնի դաշինքը ճաքեր է տալիս, իսկ Եվրոպայի բնակիչները ավելի հաճախ են Ամերիկան ընկալում որպես սպառնալիք։ Այս մասին ասվում է Պոլիտիկոյի վերլուծական նյութում։ Համաձայն Եվրոմիության 6 երկրներում անցկացված հարցման ռեսպոնդենտների 36%-ը Դոնալդ Թրամփի քաղաքականությունը վտանգավոր է համարում Եվրոպայի համար, մինչդեռ միայն 12%-ն է Վաշինգտոնը անվանում մտերիմ դաշնակից։ Համեմատության համար Չինաստանը սպառնալիք է համարում հարցվածների 29%-ը։ Ամենաքննադատաբար Միացյալ Նահանգների նկատմամբ տրամադրված են Իսպանիայում եւ Իտալիայում, այնտեղ այդպես են կարծում համապատասխանաբար 51 եւ 46%-ը։ Մի փոքր այլ պատկեր է Լեհաստանում, այնտեղ ավանդաբար ավելի լավ են վերաբերվում Ամերիկային, քան մյուս եվրոպացիները։ Միևնույն ժամանակ եվրոպացիների համար գլխավոր ռազմավարական հակառակորդը միևնույնը մնում է Ռուսաստանը։ Հարցման մասնակիցների միջինը 70%-ը Ռուսաստանը սպառնալիք է անվանում։ Ռուսաստանի նկատմամբ մտահոգությունների ամենաբարձր մակարդակը գրանցվել է Լեհաստանում 92%, ամենացածրը Իտալիայում 51%։ Իդեպ Ռուսաստանում ավելի հաճախ են խոստովանում Ուկրաինայում Պուտինի լիակատար ձախողումը, բայց անհաջողությունների պատասխանատվությունը Z-քարոզիչները դնում են անհայտ արևմուտքի գործակալների եւ ինչ-որ վերացական ներքին ուժերի, այլ ոչ թե երկրի ղեկավարության վրա։ Զվարճալի է, չէ՞։ Երևի միայն Ռուսաստանում է հնարավոր նման բան։ Ռուսական տելեգրամյան ալիքները ամենօրյա ռեժիմով գրում են մայիսի 9-ի շքերթի չեղարկման մասին։
Ըստ տեղեկատվության Պուտինը կարող է չեղարկել մայիսի 9-ի շքերթը Մոսկվայում, նշվում է, որ իբր Կրեմլում վախենում են ներսից եկող հարձակումներից, թվում է, թե Ուկրաինայի անվտանգության ծառայության Սարդոստայն օպերացիան ամուր արմատավորվել է ռուսների գլուխներում, ուժային կառույցները տագնապ են հնչեցնում, մատնանշելով մեծ ռիսկերը, հիմնական ազդակն այն է, որ սպառնալիքին սպասում են ոչ թե դրսից, այլ հենց ներսից, Մոսկվայի ներսից, դեռ մարտին Ռուսաստանի ՖՍԲ-ն հայտնում էր Մոսկվայում դրոնների իբր կանխված գնման մասին, որոնք կարող էին օգտագործվել ուժայինների և պետական մարմինների դեմ, Մոսկվայում ուժեղացվել էին անվտանգության միջոցառումները, խլացվել էր կապը, տեղակայվում էր ՀՕՊ պահպանություն, հատկապես Կրեմլի և Լենինի դամբարանի մոտ, ապրիլի սկզբին կապի սահմանափակումները նորից մցվեցին, Ուկրաինայի նոր հրթիռները հատկապես ուժեղացրել են ճնշումը Մոսկվայի վրա և համապատասխանաբար մեծացրել վախերը, վախը վախ, բայց Կրեմլում ասում են, որ զատիկից հետո զինադադարը չի երկարաձգվի, վախենում են, բայց Պուտինյան ռեժիմը երկիրը կառավարելու այլ ելք, քան պատերազմը չի տեսնում։ Իդեպ նմանատիպ վարքագիծ է նկատվում նաև իրանական իսլամիստական ռեժիմի մնացորդների մոտ, ես կարծում եմ, որ նրանք արդեն հասկանում են, որ երկիրն անցել է կարմիր գծերը և գլորվում է անդունդը, պատերազմում կրած ջախջախիչ պարտության ֆոնին այս ցուցադրական լկտիությունը կարող է վկայել այն մասին, որ Թեհրանում ցանկանում են շարունակել պատերազմը, որպեսզի խնդիրները բարդեն հենց պատերազմի վրա, երկիրը շատ մեծ նաև տնտեսական խնդիրներ ունի, սա իմ անձնական տպավորությունն է, ընդունենք որպես ապագա իրադարձությունների հնարավոր տարբերակ, եթե բանակցություններում իսլամիստները շարունակեն նույն կերպ վարվել, այսինքն իրենց շատ լկտի պահել, իմ կասկածները միայն կխորանան, կործանվող ռեժիմների համար պատերազմը երկիրը կառավարելու միջոց է, Պուտինը արդեն այդ վիճակում է և կասկածում եմ, որ իրանական ռեժիմը նույնպես, մենք կհետևենք զարգացումներին, միևնույն ժամանակ Զելենսկին պատասխանել է Վենսին, ով Դոնբասի չօկուպացված մասը անվանել է հողակտոր, ըստ Զելենսկու այդ հողի յուրաքանչյուր քառակուսի մետրը ուկրաինական է, կոշտ արձագանքել է Զելենսկին Վենսին, իդեպ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը մեծ նախագիծ է իրականացնում Դոնբասի ռազմավարական նշանակության ուղղությունների հակադրոնային պաշտպանության համար, իրականացվում է հակադրոնային պաշտպանության մեծ նախագիծ, պաշտպանության նախարարությունը ցանցերով ծածկում է ճանապարհները երկու ռազմավարական ուղղություններով, նախարարությունից հայտնում են, որ կառուցվում է ավելի քան 25 կիլոմետր հակադրոնային պաշտպանություն Դոնբասի երկու ուղղություններով, աշխատում են օրական մոտավորապես 1 կիլոմետր տեմպով, ըստ պլանների նախագիծը ամբողջությամբ կավարտվի արդեն այս ամսվա ընթացքում, ցանցերով ծածկվում են հիմնական լոգիստիկ գծերը, որպեսզի կանխվեն ռուսական դրոնների հարվածները քաղաքացիական և ռազմական մեքենաներին, տարեսկզբից արդեն կառուցվել է 371 կիլոմետր հակադրոնային կառուցվածք 7 մարզերում՝ Կիևի, Սումիի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում, պաշտպանված լոգիստիկան և փրկված կյանքերը մեր առաջնահերթությունն են, ընդգծել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում։ Միևնույն ժամանակ ռազմաճակատում անցած մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 173 մարտական բախում, Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են ևս 1440 ռուս օկուպանտ և 2277 միավոր նրանց տեխնիկան, տրանսպորտը և սպառազինությունը, այսինքն 3 հերթական մեծ ջարդի օրներ, ոչնչացված օկուպանտների ընդհանուր թիվը ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի ֆոտո-վիդեո ֆիքսված տվյալների արդեն կազմել է 1,310,110 պուտինյան զինվորական, հուսամ եթերը հետարքիր է ստացվում, իսկ նախքան մեր եթերը շարունակելը խնդրում եմ օգտվել YouTube-ի գործիքներից, օգնելու մեր հաղորդման տարածմանը, խնդրում եմ դրեք լայքեր և եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում, դա կօգնի մեզ ռուսական քարոզչության դեմ պայքարում, իսկ ես առիթից օգտվելով ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել ձեզ ամենօրյա օգնության համար, մենք ձեզ հետ ձևավորել ենք մի հզոր թիմ, որը պայքարում է թշնամու ստի դեմ, շատ շնորհակալ եմ ձեզ, շատ եք աջակցում։ Մենք ձեզ հետ ականատես ենք դառնում նոր գործողության, որը կոչվում է Ամերիկայի և Իրանի բանակցություններ, որին կարծես ամբողջ աշխարհն է հետևում։ Թրամփը բանակցությունների նախաշեմին սպառնացել է իրանական ռեժիմի մնացորդներին, հայտարարելով, որ միակ պատճառը, որ նրանք այսօր ողջ են, դա բանակցություններն է։ Միացյալ Նահանգների հետ խաղաղ բանակցությունները Իրանի գոյատևման գրավականն են, Թեհրանը իրավիճակը փոխելու հնարավորություն չունի, հայտարարել է Ամերիկայի նախագահ Թրամփը։ Միակ պատճառը, որ նրանք այսօր դեռ ողջ են, բանակցություններն
գործողություններն են, գրել են նա։ Սոցիալական ցանցում մեջբերեմ իրանցիները կարծես թե չեն հասկանում, որ չունեն ոչ մի խաղաքարտ, բացի միջազգային ջրային ուղիների օգտագործման հաշվին ամբողջ աշխարհին կարճաժամկետ շանտաժի ենթարկելուց։ Թրամփը կարծում է, որ իրանցիներն ավելի լավ են տիրապետում լրատվամիջոցներում կեղծ լուրերին եւ հասարակության հետ կապերին, քան մարտական գործողություններ վարելուն։ Սպիտակ տան ղեկավարը հերթական անգամ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի մոտ ժամանակներս անկախ Իրանի դիրքորոշումից։ Նման տեղեկատվություն է հրապարակում CNN-ը, հիմնելով լուրեր կար, որ Իրանը ականապատել է Հորմուզի նեղուցը եւ հիմա ինքը չի տիրապետում իր տեղադրած ականներին, դե տերորիստներ են, ուրիշ բառ չկա։ Եթե ոմանց տերորիստների վարքը հրապուրում է Թրամփի հանդեպ հակակրանքով, ապա պետք է հիասթափեցնեն, որովհետեւ Հորմուզի նեղուցից տուժվում է ոչ թե Ամերիկան, այլ Ասիան առաջին հերթին եւ Եվրոպան։ Դա Եվրոպայի առումով գիտեք, Թրամփը Եվրոպայից նեղացած է, որ իրեն չօգնեցին Իրանի դեմ։ Հաստատի Իրանի ահաբեկչական ռեժիմից տուժում են երրորդ երկրները, ոչ թե Թրամփը։ Այնպես որ Թրամփին չսիրելով համակրել Իրանի ահաբեկիչներին, սա աբսուրդ է։ Թրամփի խոսքով Վաշինգտոնը պատրաստ է ապահովել նավերի անցումը նրանց մասնակցությամբ կամ առանց իրանցիների եւ թույլ չի տա տարանցման համար վճարների գանձում։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների գլխավոր խնդիրը։ Նա ընդգծել է, որ Թեհրանի հետ բանակցությունների առանցքային նպատակը նրա մոտ միջուկային զենքի հայտնվելու լիակատար բացառումն է։ Թրամփը նշել է, որ այս հարցը կազմում է ողջ գործարքի 99%-ը։ Ավելի վաղ Թրամփը մեղադրել է Իրանին ձեռք բերված զինադադարի պայմանները խախտելու մեջ։ Նրա խոսքով Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող տանկերներից գանձելը անթույլատրելի է։ Թրամփը շեշտել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը պայմանավորվել էին զինադադարի այլ պարամետրերի շուրջ։ Միացյալ Նահանգները շարունակում են զորքերի տեղափոխումը Մերձավոր Արևելք հնարավոր գործողությունների համար, նույնիսկ երբ Պակիստանում նախապատրաստվում են Իրանի հետ բանակցությունները, այս մասին հայտնում է Wall Street Journal թերթը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ըստ լրատվականի տվյալների, տարածաշրջան վերջերս ժամանել են նոր կործանիչներ եւ գրոհայիններ, իսկ առաջիկա օրերին կարող են տեղափոխվել ամերիկյան բանակի էլիտար 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 1500-ից 2000 զինծառայողներ։ Բացի այդ, տարածաշրջան են ուղղվում նաև հազարավոր նավաստիներ եւ ծովային հետևակայիններ։ Ջորջ Բուշ ավիակիրը եւ նրան ուղեկցող նավերի խումբը մարտի վերջին Վիրջինիայից տեղափոխվել են Մերձավոր Արևելք եւ այժմ գտնվում են Ատլանտյան օվկիանոսում։ Միաժամանակ Մերձավոր Արևելք է ուղղվում բոքսեր նավը ուղեկցող խմբով, որոնց տախտակամածին գտնվում է ծովային հետևակի 11-րդ էքսպեդիցիոն ստորաբաժանումը։ Նրանց տեղափոխել են մարտի կեսերին Կալիֆոռնիայից եւ այժմ նրանք գտնվում են Խաղաղ օվկիանոսում։ Դե իսկ Իրանը չնայած փաստացի ջախջախմանը եւ պատերազմի պարտիզանական ռեժիմի անցնելուն, շարունակում է թշերը ուռեցնել եւ փորձել թելադրել իր պայմանները, իսկ տեղ-տեղ նույնիսկ հրապարակայնորեն գովել Թրամփին զիջումների համար, ինչպես իրենք են ասում։ Իրանցի բարձրաստիճան աղբյուրը շաբաթ օրը Reuters-ին հայտնել է, որ Ամերիկան իբր համաձայնել է ապասառեցնել իրանական սառեցված ակտիվները, որոնք պահվում էին Կատարում, ինչպես նաև այլ երկրների բանկերում։ Իրանցի չինովնիկը ողջունել է այդ քայլը որպես Իսլամաբադի բանակցություններում համաձայնության հասնելու Վաշինգտոնի լրջության նշան։ Միացյալ Նահանգները դեռևս ոչ մի հրապարակային մեկնաբանություն չեն արել ակտիվների ապասառեցման հարցի վերաբերյալ։ Reuters-ի տեղեկությունների համաձայն Իսլամաբադ Իրանի հետ բանակցությունների համար արդեն ժամանել են Ամերիկայի նախագահի հատուկ բանագնաց Ուիտքոֆը եւ ամերիկյան առաջնորդի Փեսա Քուշները, իսկ իրանական TASS-ին գործակալությունը հայտնում է, որ Ամերիկայի հետ բանակցություններում իրանական պատվիրակությունը, որոնք պետք է կայանան Իսլամաբադում ապրիլի 11-ին, բաղկացած է 71 հոգուց։ Բոլոր մանրամասները մենք կներկայացնենք մեր Telegram-յան ալիքում կամ հաջորդ թողարկմանը, հաշվի առնելով կողմերի հակադիր դիրքորոշումները, այս թեման դեռ կշարունակվի։ Անցնենք մեր նորություններին, առավոտյան հաղորդումներ էին ստացվում տվերում տեղի ունեցած պայթյունների մասին, կարծում եմ ձեզանից շատերը արդեն տեսել են կադրերը մեր Telegram-յան ալիքում, իսկ ապրիլի 11-ի գիշերը դրոնները կրկնակի գրոհել են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի ռազմավարական օբյեկտները։ Դրոնները հարվածել են Կրիմսկայա գծային արտադրական դիսպեչերական կայանին, որն ապահովում է նավթի տեղափոխումը մայրուղային խողովակաշարերով դեպի Նովորոսիյսկի նավահանգիստ։ Անալիտիկա ալիքում երեկվա եթերում այս թեման ավելի մանրամասն եմ ներկայացրել։ Եթե ինչ-որ մեկը դեռ չի դիտել, ասեմ, որ շատ հագեցած եթեր էր ստացվել։ Ներկայացրել եմ նաև հայտնի փորձագետների կարծիքները։ Հուսամ կդիտեք ամբողջական պատկեր ստանալու համար։
Ռուսական բանակը առնվազն 60 տանկ եւ զրահամեքենաները տեղափոխել Գուլիայպոլիայի մոտ, թշնամին այնտեղ վաղուց ոչ մի հաջողություն չունի, ուստի նորից անցել է տանկերի կիրառմանը։ Ռուսական զորքերը վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայում ոչ մի բնակավայր չեն գրավել, այս մասին նշում է ռուս ռազմական դիտորդ Վալերի Շիրիայևը, հղումանելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունների վրա։ Դեմ մեր գրավածների մասին ռուսները հաստատ ձայն չեն հանելու։ Ռուսաստանը անզորությունից եւ նենգությունից դրդված շարունակում է ահաբեկել ուկրաինական խաղաղ քաղաքները, խլելով քաղաքացիական անձանց կյանքեր եւ ավերելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը 33 հարված են հասցրել Սումիի մարզի 23 բնակավայրերի։ Այս սահմանամերձ տարածաշրջանը ամենից շատն է տուժել։ Սումիում վիրավորվել է 17 մարդ, այդ թվում մի դեռահաս, վնասվել են բնակելի շենքեր, մանկապարտեզ, ավտոմեքենաներ եւ ձեռնարկություն։ Միաժամանակ գիշերը հարվածի տակ է հայտնվել Օդեսան, որտեղ զոհվել է 2 մարդ, եւս 2-ը վիրավորվել են։ Ընդհանուր առմամբ տարբեր աստիճանի վնասվել են տասնյակ տներ, հանրակացարան, մանկապարտեզ եւ ենթակառուցվածքային որոշ օբյեկտներ։ Տեղերում աշխատում են արտակարգ իրավիճակների եւ կոմունալ ծառայությունների ներկայացուցիչները, բացվել է նաեւ տուժվածների օգնության շտաբ։ Նման վարքագիծը բնորոշ է Պուտինի վախկոտների բանակին, նրանք պարտվելով մարտի դաշտում իրենց մուրը հանում են խաղաղ բնակիչներից։ Իսկ ռուսական քարոզչությունը, ինչպես միշտ, զբաղված է ապատեղեկատվությամբ։ Ռուսաստանը փորձում է վարկաբեկել տարբեր երկրների հետ պաշտպանական ոլորտում Ուկրաինայի միջազգային համագործակցությունը, ուստի նոր ֆեյք է հորինել Մերձավոր Արևելքում ուկրաինացի զինվորականների մասին։ Կրեմլյան քարոզչությունը նոր սուտ է հորինել Ուկրաինայի մասին, այս անգամ թիրախավորելով Մերձավոր Արևելքում գտնվող ուկրաինացի հոբ մասնագետներին։ Այս մասին իր Facebook-յան էջում զգուշացրել է Ուկրաինայի ազգային անվտանգության պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը։ Ըստ մասնագետների, ռուս քարոզիչները հղում անելով իտալական մի լրատվամիջոցի տարածում են ֆեյք այն մասին, թե իբր Մերձավոր Արևելքի արաբական երկրները հրաժարվել են ուկրաինացի զինծառայողների օգնությունից իրանական օդային հարվածներից պաշտպանվելու հարցում։ Նրանց մասնագիտական անպիտանության իբր պատճառով քարոզիչները պնդում են, թե ուկրաինացի հոբ մարտիկները իբր չեն կարողացել իրանական հարձակումներից պաշտպանել Մերձավոր Արևելքի 5 օբյեկտներից եւ ոչ մեկը, որոնք իրենք հսկում էին։ Ուկրաինական կողմի հայտարարության մեջ ասվում է, որ այս բոլոր պնդումները կեղծ են։ Խնդիրն այն է, որ իտալական լրատվամիջոցում չկա ոչ մի հղում պաշտոնական աղբյուրի, բացի այդ Պարսից ծոցի երկրներում ընդհանրապես չկան ուկրաինական հրթիռային համալիրներ եւ զենիթային հրթիռներ, ուստի դրանք պարզապես ֆիզիկապես չէին կարող հարվածել երկնաքերերին, ինչպես ռուսներն են ասում, որ իբր պաշտպանվելիս նախ վատ են պաշտպանել, հետո հարվածել են իբր տեղի բնակելի շենքերին։ Ինչպես հայտնի է, ուկրաինացի մասնագետները զենիթային դրոններով են պայքարում իրանական դրոնների դեմ, ինչը Ռուսաստանին մեծ ցավ է պատճառում, նախ տեխնիկական առումով, հետո իմիջային։ Նման ֆեյքերը Կրեմլին պետք են, որպեսզի հանկարծ ռուսները չմտածեն, թե Ուկրաինան տեխնոլոգիաների եւ միջազգային ազդեցության առումով այդքան առաջ է անցել Ռուսաստանից, ուստի այս թեմայով կեղծիքները հաճախ կարելի է հանդիպել ռուսական եւ ցավոք նաեւ հայկական որոշ լրատվամիջոցներում եւ տելեգրամյան ալիքներում, բայց դրանք հերքելու համար կանք մենք, որքան շատ մեր լսանանադնի լայքերը եւ տարածի մեր եթերները, այնքան քիչ շանս կթողնենք Պուտինի ստերի համար։ Իդեպ հայտնեմ Մոսկվայի համար եւս մեկ տխուր առիթ, այսուհետ ուկրաինական դրոնները կհզորանան ամերիկյան Զևս կառավարվող հրթիռներով ռուս քարոզիչների բացահայտ դժգոհությունների եւ այն խոստովանությունների ֆոնին, որ պատժամիջոցներն ու ուկրաինական հարվածները զգալիորեն նվազեցրել են Ռուսաստանի հրթիռային եւ դրոնների ներուժը, մեր մարտի դաշտում նորույթ կհայտնվի։ Ամերիկյան պաշտպանական Aeon ստարտափը սկսել է Զևս կառավարվող հրթիռների ինտեգրումը ուկրաինական դրոնների մեջ։ Այս մասին գրում է Defense blog-ը, հղում անելով ընկերության գլխավոր տնօրեն Նավիդ Թահմասի խոսքերին։ Ըստ մշակողի, նախագիծը իրականացվում է ուկրաինական դրոնների խոշոր արտադրողներից մեկի հետ համատեղ, որի անունը դեռ չի հրապարակվում։ Հրթիռը կօգտագործվի որպես մոդուլային բարձր ճշգրտության զինամթերք, որը կարելի է հարմարեցնել տարբեր տիպի դրոնների հարթակների համար։ Զևս համակարգը իրենից ներկայացնում է ծրագրային առումով կոնֆիգուրացվող ճարտարապետությամբ կառավարվող հրթիռ, մեկ հրթիռի
հրթիռի արժեքը գնահատվում է մոտավորապես $50,000։ Մշակողների խոսքով իրենք ի վիճակի են տարեկան արտադրել ավելի քան 10,000 նման հրթիռ։ Ընկերությունում ընդգծում են, որ համակարգը ստեղծվել է հաշվի առնելով Ուկրաինայում պատերազմի փորձը, որտեղ կարևոր դեր են խաղում կիրառման զանգվածայնությունը, ցածր արժեքը եւ տարբեր խնդիրների համար արագ հարմարվելու հնարավորությունը։ Դե 10,000 հրթիռը իհարկե շատ չէ, բայց քանի որ շատ կարևոր դեր են խաղում նման կարգի հրթիռները, ինչ էլ լինի, էլի լավ է։ Ամերիկյան ստարտափը տեղակայված է Տեխասում, իր Zeus հրթիռային համակարգը ներկայացնում է որպես թվային հեղափոխություն մարտավարական սպառազինության ոլորտում։ Ընկերության հիմնական գաղափարն է ստեղծել բարձր ճշգրտության զենք, որը կլինի զանգվածային էժան եւ ամբողջությամբ ծրագրային կառավարվող։ Իսկ Ռուսաստանում խորանում է տնտեսական ճգնաժամը, որն այժմ դիպչել է նույնիսկ պաշտպանական հատվածին։ Երկրում վերջին ամիսներին արձանագրվում է հրթիռների եւ հարվածային դրոնների արտադրության կրճատում բյուջետային ընդհանուր խնդիրների ֆոնին։ Z քարոզիչները տագնապ են հնչեցնում, բայց թողնենք նրանց խնդիրները իրենց, մանավանդ որ ագրեսոր երկրի խնդիրները որքան գնա այնքան շատանալու են։ Հանգստյան օրով ձեզանից շատ ժամանակ չխլեմ, կխնդրեմ ձեզ տարածել ինչպես այսօրվա, այնպես էլ երեկվա եթերը անալիտիկա ալիքից։ Երևի թե մեր ոչ բոլոր բաժանորդներն են ծանուցում ստացել անալիտիկայի ու ալիքում նոր եթերի մասին։ Եկեք միասին հաղթահարենք տեխնիկական արգելքները տարածելով երկու նյութերը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ միշտ ինձ հետ եք, անչափ սատարում եք, ինչի համար ես ձեզ շատ երախտապարտ եմ։ Ձեր նման լսարանի մասին կարելի է միայն երազել։ Իրոք դուք լավագույնն եք։ Մաղթում եմ ձեզ բարի հանգստյան օրեր, խնայեք ձեզ այս ընտրական դաժան ինֆորմացիոն ֆոնին։ Ձեզ ամենայն բարիք եմ մաղթում, հուսով եմ կհանդիպենք երկուշաբթի։ Խաղաղ երկինք ձեզ։ Բարով մնաք։